Պարոն Սիմոնյան, երեք իհարկե ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով դիվանագիտական իրենց արխիվներին տեղեկացրեցին, որ Ադրբեջանի նախագահը այնուամենայնիվ չի մասնակցելու Հայաստանում նախատեսված եվրոպական գագաթնաժողովին եւ տարբեր պատճառաբանություններ էին բերել։ Հայաստանի իշխանությունը փորձում է ամեն կերպ, կարելի ասել, այսպես այս խաղաղության գործընթացի ֆոնի վրա հրավերներ ուղարկել, նաեւ Էրդողանին էին, ինչպես հիշում եք, Փաշինյանը հրավիրել է, ինչու է մերժում Ալիևը, եւ ինչ պահանջներ ունի, որ պետք է դատարկ։ Ես նախ ուզում եմ մենք առիթը օգտագործենք եւ ես մի մեկնաբանություն կա, որը որ սպասում է ես հարցեր տայք եւ այդ մեկնաբանությունը անեի, գիտեք, որ 3 ավարտվեց Հայաստանում Եվրանեստը եւ իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակում նա խնդրեց ինձ, որպեսզի ես փոխանցեմ, եթե նման պատե առիթ կլինի, որ իրանք Հայաստանի Հանրապետություն գալու հետ կապված որևիցե խնդիր չունեն եւ Եվրանեստ այս անցկացված միջոցառման իրանք չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով եւ իրենք որևիցե խնդիր չեն տեսնում մեր համագործակցության եւ փոխադարձ այցերի հետ կապված եւ ես նաեւ խոսել եմ այդ ընթացքում որ մենք ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը, դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի, մեր անմիջական հարևանների մասնակցությունը, ես կարծում եմ, որ նախ տեղին չի առանձնացնել մեր հարևանների մասով, որովհետև իրանք մեր հարևաններն են, եթե ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն, մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք որ մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն Հայաստանի Հանրապետություն այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ։ Ես չեմ կարծում, որ այդտեղ պետք է տեսնել այլ տրամաբանություն, որովհետև ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կամ կասեր կամ պաշտոնական որևիցե բան կլիներ։ Այսինքն իրենք ինչ են ուզում սահմանադրություն, որտեղ ով ասեց, եթե իմ գործընկերն ինձ ասում է, մենք գիտես, մենք Եվրանեստին չենք մասնակցում, որովհետև եւ կազմակերպությունների այդ կազմակերպության հետ եւ տարբեր խնդիր կա, բայց մենք մեծ սիրով կմասնակցենք, ուրեմն պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն խնդրեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Պարոն Սիմոնյան, բայց պաշտոնական որևէ արձագանք եղել է Թուրքիայից, Ադրբեջանից մասնակցելու։ Չէ, դուք հարց տվեցիք, ես ձեզ պատասխանում եմ, որ հրավերը բոլոր երկրներին է, որոնք որ մասնակցել են, մենք ակնկալում ենք այնուամենայնիվ, չեմ համարում, որ սա վերջնական պատասխան է, մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրանց համար ստեղ կեղծ տպավորություն ըստ լրատվամիջոցի, որը հողում է անում հիմնավորումներին, որով Ալիևը չի գալու Հայաստան, այն է, որ ոնց որ հարաբերությունների դեռ այն մակարդակը չի, որը թույլ է տալիս այս այցերը։ Գուցե չեմ բացառում։ Խաղաղության պայմանագիրը դեռ վերջնական։ Չեմ բացառում, բայց ոչ պաշտոնական բան մեկնաբանելը որքանով է ճիշտ։ Հիմա որ գար ասելու եք, ըհը, հիմա էլ Ալիևն է գալիս Երևան, հիմա չի գալի ասում եք, վայ, բայց չի գալի, հիմա ո՞րն է։ Անվտանգության խնդիրը։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ նման հարց պետք է բարձրանա, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան եւ էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել, վերջերս падգամավորներ եկան Հայաստանի Հանրապետություն, այնուամենայնիվ այդ սառույցը պետքա կոտրել, այդ սառույցը կոտրվում է եւ միջպառլամենտական մակարդակով մենք նաեւ հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի խնդիրը շատ ավելի արագ լուծենք։ Պարոն, դուք Եվրանեստից հիշեցրեցիք եւ հայտարարություններից այստեղ Հայաստանում եվրոպացի պատգամավորները ձեզ մեղադրում էին, որ դուք 20-30 ոստիկան եք ուղարկում մարդկանց ձերբակալում են ազատ խոսքի համար
մեղադրում էին, որ ընդհանրապես հայտարարության համար կալանավորում եք մարդկանց, դա մենք չենք ասում, ընդդիմադիր լրատվամիջոցներ, դա Եվրախորհրդի պատգամավորն է ձեզ ասում, եւ ասում է այդ վիճակով դուք ինչպես եք որոշում, որ պետք է ԵՄ տեխնատու դառնա։ Ուրեմն ես նախ չգիտեմ ում մասին եք դուք ասում, ես ասում չգիտեմ ում մասին եք ասում, ուրախ եմ որ իսպանացի պատգամավորը այդպես բան ասա, ես կարող եմ ձեզ ուրիշ բան ասել, որ այդ միջոցառման ժամանակ ես մասնակցել եմ նիստերից մեկին եւ լսել եմ կատարելապես հակառակ պնդումները, ես մասնավոր շփումներ եմ ունեցել պատվիրակությունների ղեկավարների եւ լսել եմ կատարապես հակառակը եւ ես կարծում եմ, որ տասնյակ պատգամավորներից մեկի կարծիքը վերածել ընդհանրական կարծիքի տեղին չէ, որովհետեւ ես էլ օրինակ շատ կտրուկ եմ արձագանքում են բանին, որ որոշ եվրոպական երկրներում ոստիկանները օրինակ ֆուտբոլային ֆանատներին այնքան են ծեծում, որ իրանք հայտնվում են հիվանդանոցներում։ Խայտարակություն է, որ եվրոպական երկրներում ոստիկանները իրանք թույլ են տալիս ֆուտբոլիստներին սիրող մարդկանց ծեծել, դա անելու բան չի։ Հիմա տեսեք, նրանք էլ չէ։ Դուք ասում ես ձեզ անուն եմ հարցում, դուք ասում եք իսպանացի պատգամ, որի անունը նույնիսկ չեք կարողանում ասել։ Սանչես։ Ինձ թվում է ամեն 5-րդի անունը Սանչես է, կարելի է միշտ նմանատիպ ասել։ Ես ձեզ կրկնում եմ, կարևորը նաև անունն է, չէ՞ Ռուզան ջան։ Պետք չի, հարցը դրա մասին չի, իմ ասածը վերաբերում էր նրան, որ տասնյակ պատգամավորներ տասնյակ տարբեր կարծիքներ կարող են ունենալ, երբ որ մենք բանաձև ենք անցկացնում կամ որևիցե մի քվեարկություն է տեղի ունենում, օրինակ, չգիտեմ, Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված, Հայաստանի հայ ժողովրդի ցեղասպանության հետ կապված, տարբեր բաների, եվրոպական բազմաթիվ պատգամավորներ դեմ են քվեարկում դրան, եւ դա նշանակում է, որ դա միասնական կարծիք է, որտեղ միասնական մեկ կարծիք կա, հա, մի հոգի կամ 2 հոգի կամ 3 հոգի կամ 5 հոգի կարող են ինչ-որ կարծիք ասել։ Պատկաների հորդորով են դեմ քվեարկել հատկապես երեկվա քաղաքական հարցերը հանձնաժողովին։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց ես գիտեմ, որ վերադարձի, գերիների անհապաղ ազատագրումը։ Ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց եկեք մի բան հասկանանք, էլի, այդ որ տենց դրոշակ եք սարքել վերադարձի հետ կապված հարցը, ուզում հասկանամ, դուք կամ այդ ով որ տարածում է, որ ասում է ԿՊԱ-կանների հորդորով են դեմ քվեարկել, իրանք պատրաստ են ապահովել այդ մարդկանց հետ վերադարձը, անվտանգությունը, լուրջ եք ասում։ Այդտենց լոլո մեծ խոսալը աշխատենք միջազգային կառույցներից, հատկապես որ նույն Եվրամիության Եթե աշխատենք, լավ էլ խնդրում եմ, եթե աշխատենք, ասում եմ, կա մարդ, որը որ հիմա կարող է հայտարարի, որ ինքը ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևիցե բնակավայր։